փոքր ընտրություններով ընկալելու խնդիր ունի, բնականաբար ապացույցները անհատական հետազոտելու խնդիր ունի եւ այլն, չցանկանալով թիրախավորել դատարանին, բայց քաղաքականը անմիջականորեն ապացուցեց։ Անմիջականորեն մի քանի օրինակ ձեզ բերեմ, գործընկերս ինչպես նշեց, իրեն ժամանակվա խախտումները բերում վերագրումին մեզ եւ ովքեր ուզի եթերը տեսել են, շատ ծիծաղելի վիճակում էին հայտնվում հանձնաժողովի ներկայացուցիչները, օրինակ բերել էին ապրիլ-մայիս ամսվա կատարած մեր դուգողական աշխատանքները, օրինակ բյուջետային հիմնարկների հետ կապված ներկայացրել են, մենք ասում ենք, բայց դա, այսպես ասած, նախկինների ժամանակ է եղել, ասում են, հավ է եղել, ասում ենք, բայց դա քթել ենք, պատժել ենք, կոսմոկապչում եղել է։ Եվ այդ ամեն ինչը կամ ասենք այս պայդրությամբ իմ ինֆորմացիայով ժամանակավոր կառավարիչի օրոք մոտավորապես 1500 ուշացած նորմիացման գործ կա։ Դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հանձնաժողովին ասում են, դու տարի երկու անգամ մոնիտորինգ, 2-3 հատ էլ վարույթ ես այս պարանատերած վիճակով, 2-3 հատ էլ վարույթ եք միշտ հարուցել, մոտավորապես 8 ամիսա ժամանակավոր կառավարիչն մոնիտորինգ արել եք ոչ, վարույթ հարուցել եք ոչ։ Հիմա որոշել ենք մտնենք մոնիտորինգի, այսինքն այդ քարտբլանշը, որ տրվել է ժամանակավոր կառավարչին, ընդամենը փորձել վախեցնել կամ ճնշել Սամվել Կարապետյանը եւ երկրորդը որպես ընտրական ռեսուրս օգտագործել։ Հիմա հասարակ օրինակ նույն մարդիկ մի քանի անգամ շեշտել են կհիշել, նույն մարդիկ մեր ժամանակ տալիս են հաշվետվություն անջատումների վերաբերյալ, նույն երկու անձը։ Հետո կառավարչի օրոք նույն երկու անձը փոխում են իրենց տված հաշվետվությունը եւ տալիս են նույն ժամանակահատվածի համար նոր հաշվետվություն, ըստ որի մենք խաբել ենք հանձնաժողովին, այսպես ասած։